Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ողջունենք ձեզ Դարձյալ Մեծիդանն Գիլի Գյոգաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք մեր միապանության երիտասարդ անդամներեն եւ վերջերս ցերնատրված եւ օծված հոգեշնոր դեր Աբրահամ Ապեղա Ջուլֆայանը, որ պիտի խոսի հայոց դարձը խորակիրով։ Աստվածօգնական եւ բարի երեկո եղբայր։ Եվ օգնական հայ Ստեփանոս։ Բարի քալուս կմաղթեմ նախ ամեն բանի առաջ մեր այս հավատք եւ կյանք հայդակիրով եւ վստահ եմ որ ցեր ներդրումը պիտի ունենաք հարաճիգա դարեշրջաններուն եւս։ Սկսելով հայ սուրբ մեր հարցազրույցին արդեն մեր ժողովրդի զավակները, ունգընտիրները, ագընտիրները գիտան որ հայոց դարձի մասին է որ պիտի խոսիկ։ Մեզի գրնակ ասել թե ինչ կհասկանանք հայոց դարձ ասելով։ Հայոց դարձ, այսինքն հայերուն դարձը։ Դարձ անկիդութեն է թեպի քիդություն։ Դարձ թեպի այն փնությունը այն աստվածային աստվածաբարքև վիճակը որ մարդուն դրված էր իսկսպանե այսինքն ստեղծագործության ժամանակ հայեր հեթանոս էին հայեր դարբեր գրոնական ըմբռնումներ ունեին մինչև քրիստոնեությունը ընդունեցան իբրև գրոնք քրիստոնեության ընդունումը քրիստոնեության դարաձումը Հայաստան աշխարհեն ներս եղած է աստիճանաբար մենք գարնենք այսպես 301 որպես թե հայեր մեկ անգամ են այսպես զերծ հրաշք քրիստոնյա դարձած լայն ոչ այդ աստիճանաբար դերի ունեցավ մակարումները շատ էին հեթանոսներ բավականին մակարեցին ինչպես նաև քրիստոնյաներ բավական աշխատանք դարին այդ նպատակին հասնելու համար հետևաբար հայոց դարձը խորակիր իբրև վերնակիր մեր հարցազրույցի կհասկանանք թե ինչպես սկսավ քրիստոնեությունը դարածվել Հայաստան աշխարհեն ներս որոնց միջոցով դարածվեցավ քրիստոնեությունը մեր աշխարհեն ներս հայոց եկեղեցին ինչպես հիմնադրվեցավ ինչ են հիմքերը մեր եկեղեցվո եւ ինչպես սկսավ անոր սկզբնական զարգացումը այսինքն հիմնադրվեցավ որոշ զարգացում մնալ ունեցավ հայոց դարձը այդ է իր բադմական քննական ըմբռնումով ինչպես նաև դարբեր ավանդաբադումներով մեր ժողովուրդը ավանդաբադումը ավելի գսիրե հետևաբար մենք շեշտը պիտի տնենք այսօր մեր հարցազրույցի ընթացքին քիչ մը ավանդաբադում քիչ մնալ քննական մոտեցում որբեսի մեր ժողովրդին այսպես ջաշակ մտանք եկող դոներուն Շատ բարի լավ ինչ է հայոց դարձին սկզբնավորությունը հայոց դարձին սկզբնավորությունը եկեղեցվո հիմնադիրը եկեղեցին հիմնադրված է Քրիստոսի վրա ի վերա հիման առաքելոց մարգարեից սակայն անոր փուն հիմքը Քրիստոս է ովևէ առաքյալ որ կներկայացնե աթորմը Քրիստոսի ներկայացուցիչն է այսինքն ցևովը Քրիստոս է ժողովրդին համար այդպես էր ավետարաններ ավետարանը դարին ժողովրդին ինչպես Քրիստոս կացեք ավետարանեցեք մգրդեցեք հանուն հոր եւ որդու եւ ոգուն սրբո ցեզի մխիթարիչը պիտի գրգեմ հոգեկարուստի ընթացքին Սուրբ Հոգվո 7 նարբյան շնորհքները իջան առաքյալներուն վրա Սուրբ Վերնադան մեջ եւ ըստ ավանդության այդ օրը ցևովը Աստված ցույց կտա
ամեն մեկուն ամեն մեկ առաքյալին թե ինչ առաքելությամբ պիտի երթա ամեն մեկը լեզումը կսկսի խոսել ունակություն կունենան դարբեր լեզուներ խոսելու եւ հոգեկալուստի օրը այլազան ասքի ժողովուրդներ գային Երուսաղեմի մեջ եւ ասին արդյոք ասոնք կինովցած են եւ այն ադեն Պետրոս առաքյալ շատ քերեցիկ ջարով որ կորց առաքելոցին այսպես քոհարներեն կարելի է համարիլ շատ քերեցիկ ջարով մը իրենց գահագաթարցե գանտրացային է իրենց գարկմը աղբյուրներ զորօրինակ օկոստինոս երբ կխոսի կորց առաքելոցի այդ թրվակի մասին հայեր ներկա են հիմա կվա քննական բնակիչներու մեջ շատեր գուզեն բնթել այսպես միջակետք հետո Հրեաստան գտնեն եւ ինչու Հրեաստան պիտի թրվի միջակետք Հրեաստան արդեն Հրեաստանի մեջ դերի գունենա իրաթարցությունը հետեւաբար երբ քննական օրը մոդենան կադիգա Հայաստան պիտի ելնա հետեւաբար հայեր ներկա էին այդ իրաթարցության ժամանակ մեր ավանդության համաձայն առաջին առաքյալը որ եկած է Հայաստան Սուրբ Թադեոս առաքյալն է հիմա մի չխոսենք Սուրբ Թադեոսին անցի մասին որովհետև վարգածները շատ են մոտ 3-4 վարգած կա ոմանք կսեն Հութա Թադեոսներ ոմանք Թադեոսը գտավանին գնթունին իբրև 72 աշակերտած գլուխը իսկ ոմանք դարբեր երկրորդ երկու հատ Թադեոս աշակերտ կընդունին եւ դարբեր վարգածներ նույնպես կշարունակվին սակայն երբեք կասկած չկա որ հայոց հայրապետական աթորին հիմնադիրը Սուրբ Թադեոսն է ադիգա գասկաձե վեր է շատ քերեցիկ միջաթեփ մգա որ բարագանոն է մեզի համար սակայն շատ քերեցիկ ավանդազրույց մնե ուրեմն առաջին թարուն եթեսյո Օսրոյենն է այդ շրջանը Գաբատովկյո մոտիկ Օսրոյենն է գոչվի զոր ժամանակին մեծնդիկրան քրաված էր բնականաբար եւ հայեր գային Օսրոյենների մեջ Գաբատովկյո թակավոր Աբկարն էր Աբկար 5-րդ Աբկար թակավորն էր որ արշագունի բարթևական զակում ուներ ասորիներ ինչպես նաև դարբեր ուսումնասերներ պատմապաններ այսօր հավակնություն ունին ասելու թե աբկարյանք նույնիսկ իր արշագունի լալը չեն ընդունիր աբկարյանք արաբական զակում է թակավորական դոհմ մնեն անիգա ընդունելի չէ նույն խորենացի գնշե թե սանադրուկ թակավոր գուկա եւ գարնեգը կրավե այդ եթեսյան ինչու որովհետեւ հոնդերի դողմը ավարտած է աբկար հայ թակավոր մներ եւ ամենեն հավաստի աղբյուրը իր նամակներուն իր մասին դերեկությանց խորենացին գահաղորդ է այսինքն արաբ ուսումնասերներ եվրոպացի պատմապաններ խորենացի են ավելի ուշ պատմապաններու վարգածները հարաճ քաշելով գսեն թե դեսեք ասգա արաբ ամենեն հին աղբյուրը խորենացին է եւ հայոց թակավոր աբկար հայոց թակավոր ուրեմն աբկար թակավոր գհիվանտանա հիվանդության մասին ալ վարգածները շատ են եւ իր քարտուղարներեն գղրգե Երուսաղեմ ըստ ավանդության որովհետեւ ցագազարտին գսվի թե շատ ասկերը դաջար գուկային նույնպես աստուծո երկրբակություն ունելու եւ հեթանոսներու հadouk դեղ մգար չէին մտներ դաջարին այդ հարաճացյալ արչևները այսինքն սրբություն սրբոցի մոդիկ տեղերը հեթանոսած փակ գոչված դեղ մգար հոնեին Քրիստոսի գմոդենա քարտուղարը եւ գհրավիրե զինք եթեսյա Հիսուս կմերժե
եւ իբր մխիթարություն իր տաստարագը իր նգարը քաշել գուդա նգարել գուդա եւ ըստ ավանդության այդ նգարը չի հաջողիր հետեւաբար գարնե հրաշակորձությամբ գտնե քլխույն եւ գղրգե ապկար թակավորին եւ գխոստանա իր արաքյանները մին գրգել ուրեմն հոգեկալուստեն յետքը թովմասի գվիճակվի երթալ թեպի հնտիկներ բարսիկներ եւ այլն իսկ թաթեոսի գվիճակվի գապատովքիա օսրոյենը յետեսիա իսկ այդքե յետ հայք մեծ հայք եւ հյուսիսագանք նաեւ պետք է նշել մեր ժողովուրդը հյուսիսագան գոչված է գսե խորենացի իր ողբի մեջ շատ քեղեցկորեն գսե հյուսիսագանացը վեհակույնը հյուսիսագանաց վեհակույն այսինքն ամենեն քաղաքագրթված ալաններ է եղել սլավոններ վիրք եւ այլն աղվաններ այդ բոլորը քաղաքագրթություն հետո ունեցած են հայեր ամենեն քաղաքագիրթ եղած են իրենց մեջ վեհակույն իշխանությամբ թակավորությամբ լեզվով մշակույթով այո այփուփեն չենք ունեցած մինչև 5-րդ դար սակայն հարուստ մշակույթ ունեցած ենք մինչև այդ Թատեոս Արաքյալ գմտնե հայոց արքունիկ քրիստոնյա գդարձնե արքայաթուստր սանտուխտը եւ այդ արումով արդազու մեջ սուրով նահատակություն գնգալ ընկալավ գնթունի եւ իր արյան հեղումով հիմքը գտրվի թաթեոսի աթորին որ մինչև Գրիգոր Լուսավորիչ գմնա արդազու մեջ միշտ ունենք արդազու հայրաբեդք ոմանք Սյունիքի մեջ ալ հայրաբետներ գուզեն ընդունել սակայն Սուրբ Թաթեոսի հայոց հայրաբեդական աթորին պաշտոնական տեղը արդազ էր արդազ Սուրբ Թաթեի վանքի մերձագայքը որ այժմ գտնվի Բարսկաստան պատմական հայկական մագու քյուրին մոդագայքը Սյունիքի աթորին վերաբերյալ ամենեն շատ Ստեփանոս Օրփելյանը խոսած է որ ինքն աս Սյունիքեն եղած է եւ Սյունյաց եպիսկոպոս հետեւաբար որբեսի Սյունիքը քիչ բարձրացնե արմատները քիչ մհոն քիչ ավելի զորավոր ցույց կուտա եւ գսե հայ եկեղեցու սկիզբը Սյունիքեն է ցևովը սակայն ոչ ամեն քաղաքներում մեջ ամեն խավարներում մեջ բնականաբար է որ եպիսկոպոսներ երեցներ եղած են այդ սկզբնական առաջին երկրորդ դարերուն սակայն փուն Սուրբ Թաթեոսի աթորը արդազ էր միշտ արդազ եւ ունենք շատ քեղեցիկ ցանգը որ գուզե մսել այսինքն մեր առաջին հայրաբեդը Գրիգոր Լուսավորիչը գտնունինք այո սակայն անգե առաջ մենք ունեցած ենք հայրաբեդներ որ հովված են հայ եկեղեցին եւ Օրմանյան Պատրիարք շատ հետաքրքրական կերպով ցանոնք սուրբ ալ գտնե առանց բարանումի թեև սրբաթասում եւ այլն չեն անցած սակայն գսե բադվական ավանդություն է որ արաքելաշավիղ հայրաբետները սուրբ անվանենք Թաթեոս Փարթուղիմեոս որում պիտի արտադրնանք հիմա Զաքարիա հայրաբետ Թաթե Սյունյաց մեջ խաթը գա բավական խաթ սարգավակը չի ասկա ուրիշ խաթ է եւ թոյով գկրվի այս խաթը Զեմենդոս հայրաբետ Ադրներսե հայրաբետ Մուշե հայրաբետ Մուշեխչե Մուշեն Մովսեսին ասորականն է Շահեն հայրաբետ Շավարշ հայրաբետ Ղևոնտիոս Մերուժան հայրաբետ հետո Գրիգոր Լուսավորիչ ասոնք հիմնականներն են գարելի ուրիշ խավազանակիրքերու մեջ ուրիշ անոններ ալ գմցնեն օրինակ գեսարացիներ ինչ գիտնամինչ ուրիշ քաղաքները ալ գբերեն սակայն ասոնք արդազու մեջ եղած մեր բադվական հայ հայրաբետներն են որոնց առաջին Զաքարիա հայրաբետը Թաթեոսի նահատակության ներկա գտնված է եւ ինքն ալ եղած է Ջակոմով հրյա Գալիլեացի եւ հաջորդը եղած է Սուրբ Թաթեոսի նաեւ ունենք Թաթեն
Սուրբ Թաթեն ալ աշակերտ եղած է Սուրբ Թաթեոսի եւ որուն անունով իր քերեզմանին վրա վանք մկա Արցախի մեջ մեր պատմական Արցախի մեջ որ վերջերս բռնակրավեցավ այս վանքն ալ դատի վանքն ալ բավական մակարեց սակայն հաջողեցան եկեղեցու որմանկարները եւ երկու պատմական խաչքարերը Հայաստան տեղափոխել սակայն Թաթիվանքը մեր սրդերում մեջ իբր այսպես քաղցրիկ հուշ մգմնա հետևաբար այդ նայալ Թաթեոս Արաքյալի աշակերտ եղած է Սուրբ Թաթեն ինչ կվերապերի Սուրբ Փարթուրիմեոսի Սուրբ Փարթուրիմեոս Նաթանայելն է որում մեջ Փարիսեցիմը որում մեջ նենքություն չկա շատ հրճագավոր ասացվածը Քրիստոսի գոմե ուրեմն Սուրբ Փարթուրիմեոս նույնպես կուքա բարձից գոմեն հայք եւ այս անգամ ոգուհին հետ է պատմությունը ոգուհին քրիստոնյա գտարցնե եւ վերջավորության գնահատակվի մորթազերծությամբ այսինքն իր ողջ եղածադենը մորթը գահանեն ահավոր բանը եւ այն ադեն մեր մեջ դարածված էր այդ մահաբադիժը ցանադրուկ թակավորին գոմե հետևաբար իր նահատակության վայրը կգտնվի աղբակ որ թրքը Հայաստանի մեջ կգտնվեր եւ մինչեւ վերջերս անոր վանքը գար սակայն այսօր կգտնվի ավերակ վիճակի մեջ հետևաբար մեր եկեղեցու հիմքերը Սուրբ Թաթեոսն ու Սուրբ Փարթուրիմեոսն են Սուրբ Թաթեոսեն յետքը եւ Փարթուրիմեոսեն յետքը գուքան ոսկյան քահանաները որոնք հռոմեն գփախին եւ Գաբաստանին մեր լերները ոնջկնությամբ գաբրին եւ վերջավորության նույնպես հալածանքով նահատակություն կստանան նահատակության բսակը կստանան նույնպես ունենք Սուրբ Սուքիասյանները Սուրբ Սուքիասյանք բալադի մեջ աշխատողներ էին ոսկյանք իրենց կհամոզեն եւ անոնք քրիստոնյա գտարնան եւ վերջավորության թակավորը նույնպես զիրենք սպաններ գուտապսական այս անգամ սաթենիգին երկու զավակները շատ հետաքրքրականորեն վնույն եւ վրթույն Արդաշեսի եւ Սաթենիգի հիմա ժամանակագից այսօրվան ժամանակագից քիդագան մոդեցումներով Արդաշես Սաթենիգը առաջին երկրորդ թար չեն անոնք նախա Քրիստոս երկրորդ թարը դալու են սակայն խորենացի մեզի այս ավանդությունը գահաղորդ է եւ մեր հայսմավորքի մեջ ալ այսպես ընդունված է Գարելի ուրիշ թակավոր մնե, սակայն զինք Արդաշես կգոչեին, որբեսի հայկականը լա, հայկական անուն է Արդաշես, երբ որ բարսկական անուն գունենար թակավորը, զինք այսպես հայկական մագանվանումով մնավ գհորչորչեին, ադանք ավանդությունը եղած է, հետևաբար ավանդությունը բավական քեղեցիկ է, այս է հիմքը մեր եկեղեցու Սուրբ Թաթեոս, Սուրբ Փարթուրիմեոս, մեր նահատակները, Սուրբ Սանթուղթ Գույսը, Ոգուհին, ինչպես նաև Սուրբ Ոսկյանք եւ Սուքիասյանք։ Շատ բարի։ Սկզբնավորության մասին խոսեցանք, հիմա հայ եկեղեցու պատմության ընթացքին հայ Սուրբ շրջանեն յետք, այդ վաղ պատմության շրջանեն յետք, ինչպես Հայաստան pedagoganորեն քրիստոնյա դարձավ։ Ինչ ավանդություններ կան իրադարձության հետ կապված։ Ավանդությունները շատ են։ Իրադարձությունն ալ բավական ծանոթ մեր ժողովրդին եւ բավական սիրված։ Դիոկ, մանուկ դիոկ գսորվին մեր ժողովուրդը այդ պատմությունը շատ քեղեցիկ պատմությունը, որ մեր բոլորին հոգին հարազատ է։ Սակայն այսպես ամփոփ գերբով ներկայացնենք ճշգրտորեն։ Արդաշիր Սասանյան Բարթևական ցեղը Արշակունի Բարթևական ցեղը կհանե Բարսկաստանեն։ Քաղաքական առումներով
հայեր մանավանդ Խոսրով երկրորդ թագավոր շատ բարյացակամ չի գտնվի այս քայլին թեմ բնականաբար հրովմեացված թրթումով աշուրդ ավանդության մեջ այսպես չկա սակայն այդ թրթումներով Բաշկաստանի թեմ բادرազմներ գլան եւ հարաբերությունները երբեք լավ չեն լար մինչեւ որ անակ կոչված Թավաջան Բարթևը որ արշագունի է ինքնալ արշագունի Բարթևական այդ նույն դողմին կպատկանին Թավաջան անձնավորությունը գուկա Հայաստան եւ ըսպուզե ըսպանել Խոսրով թագավորը եւ գհաչողի որմը իպրզրի որցի գելեն եւ առանցնության մեջ զինքը գսպանն է զինքը գսպանն է հետոյալ հայկական քունթեր գուքան եւ գսպաննեն անագը ինչպես նաեւ իր ամբողջ ընտանիքը սուրեգանցնեն այդ ընտանիքը միայն գազադի Գրիգոր որ գփախցվի Գեսարիա եւ քրիստոնյա գմգրդվի եւ քրիստոնեական հունական թբրությամբ գրթություն կստանա գշեշտենք հունականին վրա հունական գրթություն կստանա Սուրբ Գրիգոր իսկ դրտատ գերտահրոմ գփախցվի նույնպես հրոմ ինք եւ Խոսրովի թուղթ հրոմ գերտա եւ հոնդերը հրոմի արքունիքի մեջ հասակ կառնե դրտադի մասին գսեն մանավանդ մեր բատմահայրերը որ բավական հաղթանդամ մարզիկ եղած է ինչպես նաև լավ բادرազմող շատ լավ բادرազմող թագավոր մի եղած է դրտատ հետևաբար հռոմեական աչակցությամբ գվերադառնա Հայաստան եւ բարսիկները գհանե Հայաստանեն եւ ցևով մը իր դիրաբեդությունը գվերահաստատե Հայաստանի մեջ երբ այս հաղթանակները կդանի Գրիգոր անուն որ ժամանակին Սուրեն էր անունը Գրիգոր անուն Քարդուղարին գսե եկեք միասին մեծ Անահիդին որուն բարիկները գվայլե մեր երկիրը եկեք միասին զոհ մատուցանենք նաև Արամաստին որ հայրն է աստվածներուն եւ այլն Գրիգոր գմերժե Գրիգոր խղճի խայտ ունենալով վերադարձած էր Հայաստան եւ Քարդուղար աշխատած էր դրտադիկով իմիջայելոց ասենք որ Գրիգոր գամուսնանա 22 տարեկանին Մարիամ անուն գնոջը հետ որոնց ամուսնութենեն ծնունդ կուքան Վրթանեսն ու Արիստագեսը Վրթանեսը պիտի հաջորդեր Գրիգորին հայրաբեդական աթորին վրա եւ Արիստագեսը նույնպես Վրթանեսի մահեն ետքը իբր գուսագրոն այս անգամ Վրթանեսը նույնպես ամուսնացյալ հետո որոշ շրջանեմը ետք պետք է ասել համացայնությամբ վերջ կտնեն իրենց ամուսնության եւ Մարիամ գրոնական ոչ թե գրոնավոր գրոնական կյանքի մեջ իր ճամփան կգտնի իսկ Գրիգոր իր հորը այդ կորձած մեղքը կփորձե սրբել խղճի խայտ եղած է իբրև թե այդպես կհաղորդե մեզի ավանդություն կգրկնենք ավանդությունն է այս ուրեմն անգեյետք դրտատ բավական գզայրանա եւ կհրամայե Սուրբ Գրիգորին չարչարել 12 սոսկալի չարչարանքներով որոնք պիտի նշեմ հոս ուրեմն զինքը կգապգբեն եւ կգախեն ասկա առաջին չարչարանք երկրորդը մեկ ոտքեն կգախեն քլխույն դագը աղբ կծխեն եւ թալար ոստերով զինքը գծախքեն գոջղերով ոտքերը գճսմեն քերաններով ոտքերուն երկար փևեր գմխեն եւ գքալեցնեն վազել գուդան քլուխը գգրփեն գգրփահարեն այսինքն իրենց փրունցկով գփրունցկահարեն քլխույն
Գլուխը մամուլը stand անգլերեն բառը կորցած ենք այսպես stand մամուլը այսօր բանն է press-ն է հadoop press-ի մեջ տնելով իր գլուխը քիթեն քինի եւ այլն կացախ գհոսեցնեն գփչեն գլուխը մոխիրե բարգերու մեջ գգաբեն քլխիվայր գգախեն եւ աղիկներուն ճուր գլեցնեն գողերը երգաթե ջանգերով գքերեն քեդինը երգաթե փուշերու վրայեն քալել գուդան Զունգերը երգաթե գաբիչներու մեջ կբնթեն եւ փազուկներեն գգախեն Վերջիննալ հալած գաբարով մարմինը գայրեն Սոսկալի չարչարանքներ Իսկապես որ սոսկալի է Իսկապես սոսկալի Այսքա ուզեցի ասել որովհետև ընդհանրապես բատմությունը գբատմենք սակայն սոսկալի չարչարանքները միայն ժամակիրքին կամ օրացույցի մեջը Քրիստոս ազնա կրված կմնա հիշադակ սոսկալի չարչարանացն եւ այլն սակայն ահավոր է Գրիգորոսավորչի այդ քիմգեն բավական քեղեցիկ այսօր զվարճացյալ ցնծա եկեղեցի մեծ այս չարչարանքները կնկանակրվին ասե ակաթանկերոս որում մասին մի խոսենք մանրամասն կնկարակրե այս չարչարանքները այս չարչարանքներն յետքը նախարարները մինդրտադին գահորթե որ գեսարյա գտնվեր ինքը իջայլու գահորթե իրեն որ այս անակի որդին է եւ իրեն արդաշադի մաղաբարտներու փանդը գրգել գուդան եւ այդ կուպի մեջը 13 տարի կմնա 13 տարի կմնա հետո շրջան մյետք Հայաստան գուքան հրոմեն նարբերցևելով հրիպսիմյան գույսերը քայանե մայրաբեդին գլխավորությամբ հրիպսիմյան գույսեր ուրեմն պետք է ասել Գրիգորոսավորիչի վերջին դարին պետք է լա այսինքն 13-րդ դարին պիտի լա Սուրբ հրիպսիմյան գուքան ուր է հիմա հրիպսիմե դաջարը հրիպսիմե դաջարի շարքին հնցաններ էին Բաղարշաբադեն դուրս կգտնվեր այս շրջանը հնցաններին եւ հոն հնցաններու մեջ կփնագին Սուրբ հրիպսիմեի քեղեցկուտենեն զբայլած էր Թիոգեդյանոս գայսր եւ Թիոգեդյանոս գայսր ամենեն վարբետ նկարիչները գրգած են որպեսի հռոմեական այդ շրջանեն ամենեն քեղեցիկ գույսը աղջիկը իրեն ընտրեն եւ հրիպսիմեի պատկերը տեսնելով հիանա սակայն հրիպսիմե ուխտ ուներ գուսության հետեւաբար այդ իր ուխտը գուսության չխախտեց անխախտ պահելով փախավ հռոմեն թեև ինք արքունական ընտանիքի գբատկան էր երբ դրտած զինքը միտի ամուսնացներ զորով միտի ամուսնանար դրտած հետը անգմերժե նույնպես իր միտքեն գանցնե որ ես արդեն արքունիք է եկած եմ այդ արքունական թակավորական փարավոր ցանկը ցկած եմ եւ այժմ գուսության գրոնավորության գարքի մեջ մտած հետեւաբար չարժեր իմ այս ուխտս թրջեմ եւ թակավորին հետ ամուսնանամ դրտադալ աչքը հրիպսիմեի վրա գտնե հրիպսիմե նույնպես ամրագուր կմնա իր այդ որոշումին վրա հաստատ քայանեի գբերեն գսեն այսօր համոզե հրիպսիմեին թող միտքը փոխե քայանե փոխանակ միտքը փոխելու կաչալերը գսե ուխտիտ վրա հաստատ կմնաս եւ հրիպսիմե այդ հնցաններու շրջանի մեջ իր ընկերուհիներով կնահատակվի սուրով ահավոր չարչարանքներով սուրով կնահատակվի անգե յետքը Սուրբ Քայանեի գծեր փակալեն եւ Վաղարշաբաթ քաղաքի մյուս կողմը ծերումը հարավային կողմը զիրենք կնահատակեն գսպանեն ցիցերու վրա սպաննելով զիրենք
հետո Գրիգոր Լուսավորիչը վգայարաններ պիտի կառուցանե ինչպես նաև քիչ մը անտին Մարիանե գույս մգար որ հիվանդ էր եւ չեր գրնար դերեն շարժիր անորալ գսպանեն հիվանդ վիճակին չկթալով վրան հետևաբար հրեփսիմյան գույսերուն նահատակությունն ալ մեր եկեղեցու հիմքերուն սյուներուն վրա իբրև այսպես ամրություն մեր ագունքներում մեջ կգտնվին ուրեմն հրիփսիմյան գույսերուն այս սոսկալի նահատակութենեն յետքը որոնց տոնը մոդիգ է դրտատ թակավոր բիհիվանտանա իբրև թե եւ օրմը որսի կացած ադեն կմոլեկնի եւ այդ մոլեկնության մեջը խոզի գերբարանք կստանա խոզի գերբարանք կստանալու չէր սակայն կարելի է ասել որ այդքան դմարտի ընթացքեն յետքը բնական է որ մեկը քիչ հոգեգան խրովքը հոգեխառնությունը ունենալու է մեր մատենակիրները երբեմն կչափազանցեն ասենք ավանտաբադում է հոգեգան ծանր վիճակի մեջ կգտնվեր ասենք հոգեգան ծանր վիճակի մեջ կգտնվեր այդ հոգեգան ծանր վիճակեն մեկ հոգի պիտի հաներ սինքը խոսովի թուղթի այդ երազի մեջ կուքա հրեշտակ դյարն եւ իրեն գահորթե որ Սուրբ Գրիգոր այն Գրիգոր քարտուղարը որուն 13 տարի առաջ քուփի մեջ թրածեիք իբր մահաբարտ ահա զինքը պիտի բժշկե գերգեն օդա ամադունին իշխանա խուսափեք հույս չունեին որ մեկը պիտի ելնե հոնդերեն ողջ ով գրնա խորվիրաբեն ողջ ելնել սակայն հոսովի թուղթի ավանդության նույնպես հոսովի թուղթի գարկավորությամբ օրական գինմը ճուր եւ հաց Սուրբ Գրիգորի կբերեր հետևաբար Գրիգորին գահանեն եւ Գրիգոր կբժշկե դրտադը 60 օր բահեցողությամբ եւ յետքն է որ զինքը երբ Գեսարիայեն գուքա Ախուրյան Արadzանի քեդի մեջ զինքը գմգրդե որ դարիներ յետքո հոնդերը սուլուխի գամուրջ պիտի գառուցանեն մշո մոդագայքը այդ նույն քեդին եզերքին ափերուն քեբոր չավուշ կնահատակվի եւ զինքը մշո Սուրբ Արաքելոցին քերեզմանադամ մեջ կթաղեն մինչեւ այսօր դաբանակարը գա կսեն ջերմակ քարմնե քեբոր չավուշ հոնե ուրեմն Սուրբ Գրիգոր առաջավորած բախկն է գուզեմ անդրադառնալ առաջավորած բախկին մասին բոլորը շատ հոգևորականներ եւ ուսումնասերներ գսեն թե այդ Գրիգոր Լուսավորիչին գոմե ստեղծված էր առաջավորած բախկը սակայն այդ առաջավորած բախկը գոյություն ուներ քրիստոնեական կյանքերներս ավանդությանց մեջ այդ առաջավորած բախկը կգոչվի նինվեյացված բախկ ինչպես նինվեյացիները Հովնամ Մարգարեի քարոզությամբ քուրցական մոխիրի վրա նստան բախկրին նույնիսկ անասուններուն ճուր եւ գեր հարթ չդվին անոնք նույնպես անոր հիշադակներ որ կգադարեին քրիստոնյաներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այդ ավանդությունը բերավ ինչպես նինվեյացիներ աբաշխարեցին նույնպես հայեր աբաշխարեցին եւ Աստուծո դարձան եւ անշուշտ եկած ադենը Գեսարիայեն Ռևոնտիոս հայրաբեդեն ցերնացություն արած մեկ փակիններ կգործանվեին մեհյաններ կետնի հավասար գլային եւ աստվածընկալ Սուրբ Քարաթև նշանը կբարձրացվեր հայոց աշխարհին 4 կողմը Շատ բարի, շնորհակալ ենք այսօր քիչ առաջ անդրադարձակ ասիկ որ վիդեոտրան ականտագեղոսին անունը դվիկ հետեւաբար մենք մեր թաթարը առնենք որ մեր յետք ակատենգեղոսի մասին գխոսենք ամենայն սիրով առնենք մեր թաթարը
Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի միացան, Հայր Աբրահամն է որ գխոսի հայոց դարձ խորակրով, ընդհանուր ներածական մրավ, հայոց դարձ ինչ կհասկանանք, հայոց դարձի սկզբնավորությունը մեզի բացադրեց եւ ինչպես նաեւ ավանդությունները, իրադարձությունները, թե ինչպես Հայաստան pedagoganորեն քրիստոնյա դարձավ։ Հայ Սուրբ քիչ առաջ թաթարեն առաջ Ակաթանկեղոս անունը տվիկ։ Այո։ Ով էր Ակաթանկեղոս, ինչով կհատկանշվի իր մատենակրական աշխատությունը։ Ակաթանկեղոսի անցին վրա վարգածները շատ են մատենակրական ավանդությամբ լա փարբեցի լա խորենացի Ակաթանկեղոսը գնթունին որպես դրթադի քարտուղարը որուն հրամանավ ան շարահարած է շարատրած է հայոց դարձի պատմությունը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի այդ աղոթքները որ գնե ամեն մեկ չարչարանքի ադեն Գրիգոր Լուսավորիչ աղոթք ունի Սուրբ Հրիփսիմենալ աղոթք ունի այո այդ աղոթքները գարցանակրե եւ այդ աղոթքները այդ ծևովը քրությունները իր դրամատրության դակ ունենալով գշարատրե եւ այդ պատմությունը եկող սերունդներուն գդրամատրե սակայն այս վարգածը այս օրերուն այդ կանալը ընդունելի չէ Ակաթանկեղոս Փարի հրեշտակ ավետարանիչ Փարի հրեշտակ ոմանք իբր Փարի հրեշտակ գստուկապան են իսկ Ափեղյան ավետարանիչի պրև եւ գսեն թե Գրիգոր Լուսավորիչն է այդ Գրիգոր Լուսավորիչն է քարտուղար եղած է դրթադիկով Գրիգոր Լուսավորիչ սակայն չի գնալ այդպես ինչու համար որովհետեւ մեկը ինքն իր անձի մասին այդպես քրելու չէր բնականաբար Գրիգոր Լուսավորիչ չէ մեկ կողմ թրինք ամենեն ճիշտ ամենեն դրամապանական վարգածը հետևյալն է թե Ակաթանկեղա հայոց պատմությունը եղած է հունարեն ունեցած ենք բադարիկներ այսինքն իրավամբ եղած է Ակաթանկեղոսը դրթադի քարտուղարի պրև սակայն բադարիկներ դրամատրած է իսկ մեր 5-րդ թարու երանելի թարգմանիչները գլխավորությամբ Սուրբ Սահագի եւ Սուրբ Մեսրոբի այդ բադարիկների իրենց դրամատրության դակ ունենալով հունարեն գթարգմանեն եւ այդ թարգմանությունը գգոչեն իբր Ակաթանկեղոս Փարիլուր ավետարանիչ ասիկա ամենեն դրամապանական վարգածն է իսկ իբր աշխատություն լեզուն իբր քրափար ոչ փարթ է եւ ոչ թյուրին քիչ մը ավելորդափան է այսինքն մակփայերու ածագաններու կորձածությունը ավելորդափան է եւ այդ կանալ մակուր չէ քերականական շարատրությունը շարահյուսությունը սակայն իբրև լեզու ան 5-րդ թարու քրափարն է 5-րդ թարու ոսկերնիկն է Ակաթանկեղոս իբրև պատմական աշխատություն շղթամը գա մատենակիրներու Ակաթանկեղոս որ մեյետ կը Պավստոս Փյուզանտ կամ Փյուզանտացի որ մեյետ կգուկա բարբետ եւ այլն գշարունակվի այս հետո Սեփեոս եւ այլն գշարունակեն այդ օղագին առաջինն է եւ պետք է ասել ովևէ մատենակիր լա լամ խորենացի լա մյուս պատմակիրները բոլորը իբր աղբյուր ունին Ակաթանկեղոսը հետեւաբար Ակաթանկեղա հայոց պատմությունը իբր աշխատություն 5-րդ թարու սկիզբը գրված է ոչ վերջը որովհետև խորենացի բարբեցի զինքը գործած են իբր աղբյուր հետեւաբար անոնք 5-րդ թարու թարագիսեն յետքեն Ակաթանկեղոս սկիզբն է շատ քերեցիկ նախապանմ ունի Ակաթանկեղա հայոց պատմությունը բավական քերեցիկ
նկարագրվի ծովը իր ալեգոց վիճակի մեջ։ Ոմանք կուզեն համեմատություն մտցնել Մեսրոպ Մաշտոցի ծով գենցաղույց կորձին եւ այդ հարաճապանի մեջ եւ գսեն թե Սուրբ Մեսրոպ գրած է այդ հարաճապանը աստվելով հունական իլիագանեն, որ նավեր են եւ այլն, այդ սերը, այդ ժանրը հունական այդ կլասիկ տասական քրագանութեն են գուկա հետեւաբար ոմանք Մեսրոպ Մաշտոցի գվերակրեն ակաթանկեղոսի թարգմանությունը իբր աղբյուրներ ակաթանկեղոս շատ են աղբյուրները ինչ որ մեզի հասած է կարելի էսել 7-րդ 8-րդ դարուն վերանայված քիչ մսղված քիչ ավելցված դարբերագն է ոմանք նույնիսկ չեն ընդունիր 5-րդ դարու աշխատությունը լալա ակաթանկեղոսի այդ գուզեն 6-րդ 7-րդ դարու ընդունել ակաթանկեղոսի պատմությունը ակաթանկեղոսի պատմության նպատակը հետևյալն է բարձրացնել հայ եկեղեցու վարգը եւ հայոց հայրապետական աթորին վավերականություն ապահովել Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոս հայոց ով էր ինչ էր հետևաբար ակաթանկեղոս այդ բոլորը կներկայացնե թե թուն հայ եկեղեցի քու սկիզբը ունիս իբր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նաև ասկային դարը բավականին շեշտավորված է ակաթանկեղոսի մեջ նկարագրությունը որ գնեն դրթադի սորության հեղինակության անբացատրելի է որպես թե դրթատ ոչ կապ ունենար բարսիկներուն հետ ոչ ալ հորով մեածված հետ թեև այսօր պատմությունը շատ քեղեցկորեն եւ հստակ կփաստե որ հորով մեածված Թաշնագից էր դրթատ թակավոր սակայն դրթատ ինքնագալ թակավորը իբրև կներկայացնե ակաթանկեղոս հետևաբար ասկային եկեղեցի ասկ հայրաբեդություն եկեղեցի հոն մեկ է այդ է հարացույցը ակաթանկեղոս այդ օրինակը գուտա մեզի այդ է ակաթանկեղոսի կորձին նշանակությունը այսօր պետք է ակաթանկեղոս բանանք նայինք ինչ կսե մեզի թե մեր հայրերը ինչ ջամփակծած են մեզի մեր հայրերը ախելք չեն եղած գիտեն ինչ մեզի ժարանք ցկած են հետևաբար այդ ջամփայեն կալենք ակաթանկեղոսի ջամփայեն պետք է կալենք Շատ բարի հայսուր Բատմութենեն քիչմը դոնական կանք Անցյալ գիրագի երկրորդ զարգազարդեր այո Ինչ ավանդություն գավանտվի մեզի այս տոնին մասին մեծահրաշ այս խորուրդ ավանդությամբ արմես հասյալ այսպես գսես շարագանը թագեն բավական քերեցիկ շարագամը զոր այս գիրագի երկվեցավ Հայաստանի այս արաքելական սուրբ եկեղեցիներն ես մանավանդ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայրդաջարենն ես ինչ է այս դոնը ուրեմն գիտենք Հիսուս համբարձում արավ ուրեմն եղեր համբարձում արած ադենը 9 թասեր են հրեշտակները վերենս ասենք Սուրբ Երորդության ամենասուրբ Երորդության անմիջապես վարգը գտնվի աթորները աթորը որ բարձրյալ ունին Սուրբ Զերորդությունը քերովփեք սերովփեք որ ամբողջ ժամանակը երգյուղած անհամարցակ սուրբ կերկեն անդադար սուրբ դեր զորությանց լի են երկինք եւ մենք գցայնակցինք իրենց ցայնակցինք ընդ երկնայնոցն մեր շարականներում մեջ շատ կսեն համարցակացային փարփարով եւ ընդ սերովփեսն եւ ընդ քերովփեսն հետերնին երկենք մենք թեև մենք արժանի չենք
այդ սուրբ դերզորությանցը ասելու սերովպեք քերովպեք իշխանություն դերություն զորություն բեդություն հրեշտակաբեդ հրեշտակը ուրեմն Հիսուս այս բոլոր ինը թասերում մեջ են գանցնի եւ գելե թեպի աթորք թեպի սուրբ երրորդություն եւ գնստի ընթաչմե հորը աչ կողմը գնստի ուրեմն աս թասերում մեջ երբ որ գջեղքե անհավատալի ուրախություն դեղի ունենա այս հրեշտակներում մեջ որովհետեւ երբ հրեշտակները արիթ ունեցել էին դերոջ տեսնելու դիրոջ անգարելի էր տեսնեին սակայն դերը հրեշտակներուն երևել է առաջ երևեցավ մարդոց մեջ շրջեցավ այսինքն մարդը հրեշտակներեն ավելի բարձր փնություն է թեև հրեշտակներ իմանալի փնություններ իբրև մարդոց մե ավելի գադարյալ են սակայն աստուծո աչքին մարդը հրեշտակներեն ավելի բարձր է ասիկա թող մեր ժողովուրդը գիտնա հրեշտակներ նույնիսկ մարդոց զարայության համար են անոր համար երբ որ մեկը մահանա եւ այլն չսենք հրեշտակ եղավ ոչ հրեշտականման էր հրեշտակագրոն էր սակայն հրեշտակ չէ ան մարդը իբր փնություն բարձր է հրեշտակներեն այդ իսկ պատճառով արուսյակ նախանցեցավ մարդեն ուզեց այդ նույն բադգերը ստանալ մենք աստուծո բադգերին եւ նմանությամբ ստեղծված ենք արուսյակ որ սատանան է այդ բադգերը ուզեց ստանալ հետեւաբար նախանցության եւ անփարդավանության պատճառով ինգավ իր փառքեն մադիգա զադեն նյութմն է հետեւաբար Հիսուս համբարձման ադեն այս թասերով մեջ ենացավ Գրիգոր Լուսավորիչ 13 տարի երբ որ խորվիրաբի մեջ իր վգայությունը ապրեցավ ինք չնահատակվեցավ սակայն նահատակությունը ապրեցավ մահը սпасեց թեև ինքը գիտեր ինչի համար եկած է ուրեմն իրեն 4-րդ կարգեն իսկ 4-րդ թասե պաշտպան Եղիալ Լուսավորչի նույնպես շարականը գսե ուրեմն զորությունը կովը գլա Սուրբ Գրիգորի Եվ գբացագայի Սուրբ Գրիգոր գհարցնե ինչու գբացագայաձես գսե ես երկնավոր հարսանիքի մեջ էի Քրիստոսի զարգազարդը Քրիստոսի վերին Երուսաղեմ մուտքը մենք այսօր դոնեցինք այդ իսկ պատճառով չգրցակալ շատ հետաքրքրական պատմություն է ինչու համար մեզի համար դոն է որովհետև անիգա մեր փրկությունն ալ գներգայացնե գխորհրդանշե ինչպես Քրիստոս համբարձավ փարոք արհայր նույնպես ալ մենք աստուծո արչև պիտի հարություն առնենք աստուծո արչև պիտի գանքնենք եւ հայժամ մեկ մի ամաչես պիտի չամճնանք անոր աստուծո հավատացած է աստվածա հաջո կյանք ապրած է եւ Սուրբ Խաչի պր աբավեր ունի պիտի չամճնա Շատ բարի հայ Սուրբ եզրագացնելու համար ծեր վերջին խոսքը ինչ պիտի լա մեր ունգընտիրներուն եւ ակընտիրներուն Արի հեզրափակում Գարչած մնանք մեր ավանդությանց Այս տարի մեր վեհապար հայրապետը ինչպես բոլորը գիտեն ավանդությանց վերագենսավորման դարի հրճագած է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայոց դարձը մեր ավանդությանց անբաժանելի մեկ բաժինն է հետևաբար հայոց դարձի պատմությունը սերունդ սերունդ պատմենք հավատարիմ մնանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ մեր առաքյալներուն հիմնած եկեղեցին չսենք թե այսինչ եկեղեցին ավելի բարեզարդ է հոներ տանք հոգևոր հակուրտ փնտրենք չսենք թե այդ ինչը այսպես կնե հոմփութանք սիրենք մեր
մեր եկեղեցին եւ մեր եկեղեցվո իբր զավակ հաղորդագից ըլլանք անոր փաշխած օրնությանց անոր խորուրդներուն միշտ եկեղեցի ըլլանք սիրենք մեր եկեղեցին սիրենք մեր մշակույթը սիրենք մեր մատենակրությունը զորօրինակ ակաթանքերոս միշտ հետևյալ երյակն է որ հաջողած է ասկ եկեղեցի բեդություն մենք բեդություն չունենք ասկ եկեղեցի ենք մեր փրկության դաբարը եկեղեցին է սիրենք մեր հայ եկեղեցին Շնորհակալություն եղբայր Վարդգենետ Կադար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահ է Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ միասնապար ագանչալուրը լանք հայ սուրբին խնդրանքին համաձայն սուրբ Հրիփսիմեի աղոթքը երբ զինք գծերպագալեին ակատանգերոսի գողմե արցանակրված Դեր ամենագալ որ քու արարածներդ քու միածին եւ սիրելի որդիիդ ցերկին մեջ դեղավորեցիր եւ երևելի եւ աներևույթ արարածները սուրբ հոգիդ ցերկը հանցնեցիր Թունես որ ոչինչեն ամբողջ էությունը հորինեցիր եւ քու հրամանովդ կգարավարվին բոլոր երևելի եւ աներևույթ զորությունները որ երկնքի մեջ եւ երկրի վրա են ձովում եւ ցամաքին որովհետեւ թունես դերը որ 8-րդ թարու անորեն եւ բղձալից մարտիկը չրհեղեղին դվիր եւ քու սիրելիդ նոյը բրգեցիր որ բահեց քու խոսքիդ հրամանը չրհեղեղեն աբրեցուցիր խաչանման փայդով թուն որ այն ադեն խաչին օրինագով բրգեցիր այժմ քու խաչիդ ճշմարտությամբ բրգե որում վրա ելար եւ տապեցիր քու արյունդ մեր ցավերուն բժշկության համար Թուն որ Աբրահամը բահեցիր ամբարիշտ կանանացիներուն մեջ Թուն որ նախադինքի ամոթեն մահվան բղձուտենեն աբրեցուցիր քու սիրելիդ Սարան Թուն որ կթացար քու ծարայիդ Իսահագին եւ բահեցիր քու աղախինդ Ռեփեգան այդտեղի անորեն փղշտացիներեն մեզ քու ցերկետ մի ցկեր քու անունիդ համար Թուն որ սորվեցուցիր քարոզեցիր եւ քու խոսքը դվիր մեր փերաններուն որբեսի անորմով գարենանք տշնամիին որոքայտներեն վերաբրիլ եւ գսես իմ անունս ծեր վրա գնկված է եւ դուք իմ աստվածությանս դաջարն եք նաեւ գսես թե իմ սուրբ անունս ծեր սրդերուն մեջ արեք եւ մեր մտքերուն մեջ հետեւյալը դրիր քեզ մե խնդրել եւ ասել սուրբ թողլա անունդ մեր վրա մենք որ քեզ մե գխնդրենք եւ ահա շատ չար մարդիկ հավաքված են քու սուրբ անունդ բղձելու որ մեր վրա է եւ քու անունիդ դաջարը որովհետեւ թեպետեւ մենք դգար եւ անարժան ենք Սակայն թուն դեր բահե մեր անձերը այս անարժան խայդարագություններեն Մարդասեր եւ քաղցր որ մեծ այս փորձության մեջ ցկեցիր մեզի հաղթել դվիր քու զորությանդ որովհետեւ քու գդե հաղթությունը եւ քու անունդ պիտի հաղթե մեզ հույսով եւ սկաստությամբ բահելով որբեսի ասորմով արդարներուն վիճակակության մեջ մտնենք որբեսի նաև առնենք մեր վաստակին վարձքը, որ պիտի դաս արդարներուտ, եւ անոնց յուրաքանչյուրին պիտի հատուցանես, անոնց որոնք աստվածավախությամբ գեցած են եւ բահած են քու հրամաններդ։ Թուն որ աբրեցուցիր նոյը չրհեղեղեն, աբրեցու նաև մեզ անօրենությանց հեղեղեն, որ մեզ գշրջաբադե, որովհետև եթե կազանները եւ անասունները դաբանին մեջ աբրեցուցիր, որ չափ եւս պիտի խնայես մեզի քուբատգերներուտ, որ քեզ գփարավորենք, իսկ եթե սողուններուն եւ թրջուններուն խնայեցիր, որ չափ եւս պիտի խնայես մեզի, որ քու գամքիդ դաջար անվանեցիր,
ամեն։ Բարի գիշեր եւ հաջելի ունգընթութ։